ազգայնական լինելը նշանակում էր դու ձգտում ես ունենալ ի վերջո քո ազգային պետությունը։ 91 թվականից մինչև այսօր երևի այս թեմայի շուրջ որևէ լուրջ խորքային քննարկում, վերլուծություն, զրույց, գիտական աշխատություն չկա։ Որովհետև այդ ազգային պետությունն է, որ պետք է ապահովի քո ազգային ինքնության ապահով զարգացումը։ Եվ այսպես անգաղափար, ցակուցրիվ մենք մտնում ենք սովետական միություն։ Եթե մենք խորհրդային միության ժամանակ կարողացել ենք այսպիսի կապիտալներ ձևակերպել, տեսեք մենք ինչ ենք անելու հիմա, բայց պայմանները լրիվ ուրիշ են, մրցակցությունը ուրիշ է։ Մետրո ունեցանք, օպերային թատրոն, ազգային ակադեմիա, արդյունաբերություն, ֆանտաստիկ արդյունաբերություն, որը հետո թալանեցին, կերան, տարան։ Բացի պետությունից կա նաև քրեական աշխարհ։ Անթրաշ sense ցենքերով թռան մեր դեմ, ֆիդայիններ, բենզին ունենք, բենզին տվեք։ Ռեցին ոչ թե ասֆալտի վրա, այլ ձայն վրա 2 ժամ պահեցին տենց։ Լեզուսը չի պատտվում այդ բառակապակցությունը արտաբերեմ, բայց դե արտաբերեմ։ Մեր միացումը մեծ հարցականի տակ է։ Ձախողվեց։ Մեր երրորդ հանրապետությունը ձախողվեց։ Մենք պետք է այդ հարցին պատասխանենք, ինչու այդպես եղավ։ Առաջին մասում մենք քննարկումներ ենք ունեցել բավական, երբ որ քլթում էր այդ պատմության կախարդկացան Եվրոպայում, մենք հայերս զբաղված էինք, եթե այսպես պարզեցված ասենք, անձնական գոյատևման հարցեր լուծելով եւ անձնական գոյատևումը դարձավ մեզ համար կարևորագույն հրամայական եւ անձնական գոյատևման համար մի շատ կարևոր արժեք կա, դա անձնական հարաբերություններն են, որը օգնում են, որպեսզի դու գոյատևես, եւ այդտեղ մենք դարձանք աշխարհի չեմպիոն եւ միևնույն ժամանակ միասին եկանք կոնսենսուսի այն մասին, որ անձնական գոյատևումը լինելով կարևորագույն հատկանիշ, մյուս կողմից պարադոքսալ առումով խանգարում է եւ խոչընդոտում է համընդհանուր բարիքի, հանրային բարիքի ձևավորմանը եւ ընկալմանը որպես արժեք, եւ դա խանգարում է պետության կայացմանը, որովհետեւ եթե չկա հանրային բարիքի ընկալում, չկա պետություն։ Հայ մոտարապես այստեղ մենք կանգ առանք եւ այժմ կխնդրեմ շարունակենք քննարկումը, գուցե եթե դեմ չեք մի կարճ ակնարկ կանեք ֆրանսիական հեղափոխությանը, որտեղ հավասարության գաղափարը դրվեց եւ արդեն խոսեք արտադրական միջոցների զարգացման պայմանավորված բուրժուազիայի ձևավորման մասին եւ փողը, որը կուտակվեց բուրժուազիայի ձեռքում, ինչ նոր մարտահրավերներ նետեց միապետների առաջ եւ պետությունները ինչպես սկսեցին արդեն ձևավորվել ազգային պետությունները, խնդրեմ։ Դե մենք պետք է հասկանանք, որ պատերազմների գինը շարունակում էր աճել, հա, քանի որ տեխնոլոգիաները փոխվում էին։ Դա վառոդ եւ այո, դա ամենը փոխվում էր եւ դրա հետ զուգահեռ մենք ունենք կապիտալի զարգացում, հա, անգլիական հեղափոխությունից հետո։ Պարզ դարավ, որ միապետը կամ պետքա գտնի ինչ-որ նոր ձև բանակցելու եւ հարաբերություններ ձևակերպելու բուրժուազիայի հետ, կամ կարող է իրան գլխատեն։ Այսինքն մագնա կարտան առաջի ազդակն էր, այսպես ասած, ֆեոդալների կողմից, արիստոկրատիայի կողմից, բայց հիմա նոր ծիլեր, հետո հիմա արդեն մենք գործում որակապես նոր խնդիր է առաջացել, հիմա բուրժուազիան, որը որ կուտակում է մեծ գումարներ եւ պետությունը հաճախ չլինելով ազնվական։ Այո, իհարկե, ոչ։ Պետությունները չեն կարող իրենց ընթացիկ եկամուտներով պատերազմների ծախսերը փակեն։ Իրանք պետք է ստանան կրեդիտ։ Այդ կրեդիտը միայն կարող է գա բուրժուազիայից։ Բայց եվրոպական ուրեմն ազգային պետությունների ձևավորման համար շատ կարևոր է հասկանալ, որ իրանց բուրժուազիան հեն ինչ որ ես անվանում եմ օրգանիկ բուրժուազիա էր։ Այսինքն բուրժուազիա էր, որը որ շատ հանգամ նույնիսկ դարերով ստեղծված էր։ Մի քանի սերունդ կարող է զբաղվել այդ գործով։ Ստեղծել է իր գործը եւ կուտակել է ինչ-որ գումարներ, որոնք որ ինքը կարողանում է օգտագործել հիմա այլ նպատակների վրա։
բայց իրան շատ կարևոր է, որ ինքը հավասար իրավունքներ ունենա այլ խաղացողների հետ։ Ազնվականության, հետ միապետի, եւ ինչու՞ չէ ոգևորականների հետ եւ այլն։ Դա մենք գալիս ենք հասնում ենք հիմա մեծ ֆրանսիական հեղափոխության դերակատարումը հենց այդ ուրեմն խավի շատ կարևոր է, որովհետեւ բոլոր այդ հեղափոխությունները, երբ որ դու նայում ես, մի ընդհանուր գիծ կա, պետությունը սկսում է պատերազմ, չունի բավարար կապիտալ, որ ծախսի, իսկ բուրժուազիան կամ հակադրված է, կամ չի տալիս այդ գումարները, կամ իրանց ավելի շատ են ճնշում եւ իրանք պարտադրում են թագավորին կամ միապետին, որ ինքը մտնի իրանց հետ բանակցությունների մեջ, Մենք չխորանանք հիմա ֆրանսիական հեղափոխության պատմության մեջ, բայց այդ հեղափոխությունը շատ կարևոր խնդիրներ առաջ բերեց։ Ոչ միայն բուրժուազիայի հետ հարաբերությունները կարգավորելը, ոչ միայն բոլոր քաղաքացիները, սիտուայեն գաղափարը, բոլորս հավասար ենք օրենքի առջև, չկան այլևս տարբերությունները դասերի միջև եւ այլն։ Շատ կարևոր մի պահ, որը որ բերեց նաեւ այդ մոբիլիզացիոն հնարավորությունների տարբերություն։ Մի քիչ ավելի ուշացումով ֆոն Կլաուզվիցը, երբ որ նայում էր հեղափոխական այդ պատերազմներին, երբ որ Ֆրանսիան պատերազմում էր Ավստրիայի հետ, Պրուսիայի հետ եւ հետո Ռուսաստանի հետ նաեւ, ինքը մի բան էր նկատել, որ սա լրիվ այլ հնարավորություն է մոբիլիզացնել հանրային շահի համար ամբողջ բնակչությունը։ Սա արդեն վարձկանների անակ չի, սա արդեն իշխանազոր չի, սա լրիվ այլ ձևով կազմակերպված բանակ է։ Եվ այդ բանակն էր, որ Նապոլեոնը սկզբից օգտագործելով իր իտալական արշավանքի ժամանակ, շատ հաջող արշավանքի ժամանակ, այդ ժամանակ ֆրանսիական հեղափոխությունից հետո իրանք ամենտեղ բերում էին այն ծիլերը, որից աճեց ազգայնականությունը։ Մեր ազգային պետությունը ստեղծելու այդ միտքը, որ մենք էլ Ֆրանսիայի նման պետք է ստեղծենք մեր ազգային պետությունը։ Այո, իհարկե Նապոլեոնը կայսր դառնալուց հետո, երբ որ թագը դրեց իր գլխի վրա Նոտրդամում, ինքը փոխեց իր կարծիքը, բայց այդ ժամանակ, հենց եթե նայում ենք իտալական ազգայնական այդ նոր վերածնունդը, Risorgimento, հենց այդտեղից է սկսվում, սկիզբը տեղից է։ Եվ այդ ժամանակվանից սկսվում է տարածվել ամբողջ Եվրոպայով, որ բոլոր փոքրամասնությունները ձգտում են ստեղծել իրենց ազգային պետությունը։ Բոլորին չի հաջողվում իհարկե, ստեղծվում են նաև ազգային պետություններ, որոնք որ ոնց որ Բելգիան է խոսքեր, մենք ասում ենք Բելգիա, բայց բելգիացին ով է, գիտենք Ֆրանսիա խոսք կա եւ կա հոլանդարյան խոսող, այդ երկու համայնքներն են։ Այդ պետությունների ստեղծման համար շատ կարեւոր էր նաեւ ինչպես էր աշխարհակաղակական վիճակը զարգանում այդ ժամանակ, ինչ համակարգ էր ստեղծվում տարբեր պետությունների այդ հարաբերությունները, բայց հիմնական թեզը հետեւյալն էր, որ ազգայնական լինելը նշանակում էր դու ձգտում ես ունենալ ի վերջո քո ազգային պետությունը, որովհետև այդ ազգային պետությունն է, որ պետք է ապահովի քո ինքնության, քո ազգային ինքնության ուրեմն զարգացումը, ապահով զարգացումը։ Պաշտպանությունը եւ իհարկե բոլոր եւ 19-րդ դարվա ընթացքում, քանի որ զարգանում է նաեւ կապիտալիզմը եւ մեծ մասը բնակչության սկսում է տեղափոխվել Եվրոպայում քաղաքներ, քաղաքներ, գործարաններում են աշխատում պրոլետարիատը, այսպես կոչված, իրանք էլ դառնում են արդեն պահանջատեր, իրանք էլ ուզում են իրանց իրավունքների համար ինչ որ ստանալ եւ հետարքիր է, որ պետությունը, որ սկզբից միայն անվտանգության հարցով էր զբաղված, վերադառնալ Լևիաթանին, հիմա արդեն սկսում է զբաղվել նաեւ այլ հանրային շահ ունեցող հարցերով։ Հանրային շահ ունեցող հարց կարող է լինի նույնիսկ սանիտարական հարցը, որովհետեւ այդ քաղաքներում կար լուրջ խնդիր Այո, իհարկե, ոչ միայն ձիու, ջալոց, բայց կար նաև խնդիր, որոնք որ շատ ուշացումով սկսեցին զարգանալ, առողջապահությունը, արդարադատությունը մի քիչ ավելի շուտ, որովհետև դա բոլորի կողմից պահանջված էր, որ եթե մենք բոլորս հավասար ենք օրենքի առջև, ուրեմն արդարադատությունն էլ պետք է լինի այդ հանրային շահի տիրույթում, Լեզուսը չի պատտվում այդ բառակապակցությունը արտաբերեմ, բայց դե արտաբերեմ։ Այդ քաղաքացիական պայմանագիր տեղի ունեցավ մարդկանց, սիտուայենների, քաղաքացիների եւ պետության միջեւ, որ բռնության մենաշնորհը փոխանցում ենք քեզ
եւ դու արդար կերպով բաշխի հանրային բարիքը, որը արտադրվում է, հարկահավաքությունները եւ կառավարի հանրային բարիքները։ Դա շատ կարևոր Ռուսոյի գաղափարն էր, բայց մինչև Ռուսոյը, ասում եմ, դա Հոբսը արդեն արտահայտել էր այդ գաղափարը, որ մենք պետք է ձգտենք, մենք ծնվում ենք հավասար, բայց չգիտես ինչու այդ անհավասարությունը որպես անարդարություն տեղի է ունենում մեր կյանքում, մենք պետք է ձգտենք այդ հավասարությունը ստանանք եւ հավասարությունը նշանակում է առաջերտին արդարություն, որ բոլորս հավասար ենք օրենքի առջև։ Մենք սրա մասին ուղղակի կարող ենք օրերով խոսել, բայց նպատակը մեր կարծում եմ նաեւ որպեսզի մեր հանդիսատեսին ցույց տանք, որպեսզի դու հասունանաս որպես ազգ այն մտքին, որ հավասար եք բոլորդ օրենքի առջև, որ հանրային բարիքը կարևորվում է եւ դու դա գերադասում ես անձնականին եւ սա է եւ սրա համար ազգային պետության գոյությունը անհրաժեշտ է, առանց դրա չի կարող լինել հանրային բարիքը։ Ես կարծում եմ մեր այս պատմական ակնարկը դրան է ուղղված, համաձայն եք։ Այո, բայց եթե մենք հիմա նայենք հայկական, այսպես կոչված իրավիճակը, հա, այն որ տարբեր կայսրություններում էինք ապրում, գոյատևում էինք, դրա մասին խոսեցինք, այստեղ շատ կարևոր մի այլ հանգամանք կա, որ երբ որ դու ապրում ես կայսրությունում, դու ուզում ես նմանվես, հա, տիտղոսային ազգին, մեկ, իսկ երկրորդը քո համար քո անձնական գոյատևումը, այդ անձնական հարաբերությունները ավելի կարևոր են, քան օրենքի այդ արդարությունը եւ այլն, որովհետեւ դու միևնույնն է փորձում ես գոյատևել շնորհիվ դրա, որ կան վստահելի անձինք, հա, քո շուրջ։ Իհարկե շատ կարևոր է, որովհետև գալիս ենք մենք արդեն 20-րդ դար, միջև այդ իհարկե հայկական ազգայնական, հայկական բուրժուազիա տեղի ունի, արդեն ձևավորվել է, որովհետև վաճառական է նույն Թիֆլիսում, Բաքու, բայց այդ ռուսական կայսրությունն է, Պոլիսում, Հնդկաստանում, տարբեր տեղեր, բայց մենք չունենք տարածք, ի տարբերություն եվրոպական երկրների, տարածք, որտեղ այդ օրգանիկ բուրժուազիան կձևակերպվի, հա, որովհետև եթե դու այլ կայսրության բուրժուա ես, դու միևնույնն է պետք է այդ կայսրության շահերը նաև ի նկատի ունենաս։ Դու չես կարող, դու պետք է նմանվես, հա, այդ ինչ որ ասում եմ։ Դա շատ կարևոր հասկանալու համար, թե ինչու 1918 թվին առաջին հանրապետությունը, հա, մենք նույնիսկ մայրաքաղաքը այդ ժամանակ պարզել չէր որտեղ է լինելու։ Հռչակվեց Թբիլիսիում, հա, անկախ երկրները ստեղծվեցին եւ այլն։ Չգնանք հիմա այդ պատմություն, բայց հասկանանք, որ կապիտալը ոնց որ կա, բայց օրգանիկ չի, որովհետև տարածքում չի բանեղած, զարգացած, ծրված է եւ մասնատված է եւ ինչ վերաբերվում է հարկադրումը, դա գալիս է արդեն գալիս են խորհրդային պատմություն, ուստեղ շատ կարեւոր է, որ մեր նույնիսկ այսպես կոչված պրոտոպետությունը, որը որ ձևավորվում է այդ ժամանակ, հա, որովհետև բոլոր 15 հանրապետությունները, այսպես կոչված, ինչ որ ձևով նմանվում էին պետությունների, բայց անկախ ինքնիշխան պետություններ չէին բարձա։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, որ մենք ինչ ճանապարհ անցանք այդտեղ, հա, ցեղասպանությունից, երբ որ դու կորցնում ես այն տարածքը, որտեղ որ կարող էր իրականանալ ազգային պետությունը, դու կորցնում ես նաև քո մտավորական կարևոր ներուժը, դու մի հատ ես կորցնում 37 թվին ես կորցնում, հետո գալիս է պատերազմ, մի հատ ես կորցնում եւ գալիս ես հասնում ես արդեն 80-ական թվերին, հա, անցած դարվա, արդեն գալիս ես հասնում ես ոնց որ ունենաս մաշված մարդկային կապիտալ, հոգնած մարդկային կապիտալ, որը որ ունի նույն ուրեմն մոտեցումները, որոնք ունեն հոլանդացին, օրինակ 17-րդ դարում, որ ինքը պատրաստ է 80 տարի էլ պատերազմի։ Իմիջիալոց ես վերջերս Հոլանդիայում, երբ որ ես քննարկում էի մի քանի գոլիգաների հետ այդ խնդիրը, ես հարց էի տալիս այսօրվա հոլանդացին պատրաստ կլներ 80 տարի պայքարեր անկախ պետության համար։ Ինքը ասաց 8 օր պատրաստ չէին պայքարել։ 8 օր պատրաստ չէին կարել, որովհետև դա նաև կախված է դու ինչպիսի տրամադրությամբ ես, հա, գալիս այդ պահին։ Եվ մինչև 91 թիվ գալը մենք պետք է նաև հասկանանք ինչ էր տեղի ունենում կապիտալի հետ։ Կա ընդհանրապես այդ կապիտալը ինչպես է զարգանում։ Այստեղ ուրեմն եկեք ամփոփում անենք այս պահը, շատ կարևոր է։ Ես կարող եմ ասել, որ մեր 91 թվից մինչև այսօր երևի այս թեմայի շուրջ որևէ լուրջ խորքային քննարկում, վերլուծություն, զրույց, գիտական աշխատություն չկա, ես չեմ տեսել ամենայն դեպս, եւ սա
կարող է կան անհատ գիտնականներ, որ սրա մասին խոսել են, բայց պետությունը իրեն չի մտահոգել այս հարցերով։ Դրա համար էլ այսօրին ենք ասել։ Ինչ նկատի ունեմ։ Փաստորեն մենք մտնում ենք սովետական կայսրություն ցեղասպանված, անձնական, անհատական գոյատևման մեծ հմտություններ ունենալով, ընդ որում մի մասը նմանվում է այդ Օսմանյան կայսրության եւ հետո Թուրքիայի հայությունը այնտեղ էր, այդ բաքշիշային մշակույթը կար, պարսկականը իր մասով, ռուսական կայսրությունը իր մասով, դրա մասին Թումանյանը հրաշալի գործ ունի, Բորչալվում գործ կոչվում է։ Եվ սրա մասին ինչ որ դուք ասում եք Չարենցը լավ զգացել էր, դրա համար ունի այդ գործը, որ ասում է պատմության քարուղիներում մենք քայլել ենք երկար, աղեկ, ցաքուցրիվ, անգաղափար։ Եվ այսպես անգաղափար, ցաքուցրիվ մենք մտնում ենք սովետական միություն։ Ճիշտ է, համաձայն եմ։ Մի հատ էլ այնտեղ մաղվում է Աքսել Բակունցը, նույն Չարենցը, մեր այդ հրաշալի ձևավորված մտավորականության գլուխն էլ տեղ են կացնահարում, ջարդում, փշրում են ստալինյան ռեպրեսիաները, հետո պատերազմը եւ գալիս ենք ուրեմն հետ պատերազմյան սովետական Հայաստան։ Սա շատ կարևոր բեռ նկատի ունեմ բագար իմաստով, մեր պատմական ուրեմն այդ իրավիճակը, որով մենք գալիս ենք դեպի Հայաստանի այսպես կոչված անկախացմանը արդեն սովետական միության փլուզումից հետո, սա երբևէ չի քննարկվել, եկեք մի քիչ բացենք այս հասցեին, եկեք մոտավորապես 60-ական թվականներից, 1960-ականից գանք դեպի 90-91 թվականները։ Դա չի լինի համատել, ել եմ ասում, եվրոպական բուրժուազիայի ձևավորմանը, բայց տեղի ունենում զարգացումներ, որոնք որ ստեղծում են ինչ-որ կապիտալի կուտակման հնարավորություններ։ Առաջի հերթին իհարկե Հայաստանում, Վրաստանում եւ համոզված եմ նաեւ Ադրբեջանում, շատ խամել ծանոթ չեմ, միգուցե նաեւ Միջին Ասիայում, հա, ինչ որ չափով։ Դա այսպես կոչված ցեխավիկների ուրեմն շարժումն է, այդ ցեխավիկներն են ձևավորում։ Իրանց հեշտ է լինել բուրժուա, ինչ որ չափով համատած եվրոպականի հետ, հա, որովհետև դու փաստորեն խաղի իմաստը ո՞րն է, դու ստանում ես հունք, դու ունես պլան, պլանը մի քիչ ավելի պլանկ են բարձր ես գրում, որ սկամ ծախսապետ, բայց այդ ինչ որ խնայում ես պետությունից ստացած այդ հունքը օգտագործում ես, դնում ես կողքից արտադրանք, այնպիսի բաներ ես արտադրում, որոնք որ խորհրդային տնտեսությունը բավարարով չի արտադրում կամ այսպես կոչված դեֆիցիտ է եւ այլն եւ այլն։ Մի կողմից հեշտ է անել, մյուս կողմից դժվար է, որովհետեւ դու օրենքը խախտելով ես դա անում եւ քեզ պետք է համագործակցություն ինչ որ իշխանության հետ, որոնք որ բռնության բանը իրանց ձեռն է, բայց բացի պետությունից կա նաեւ քրեական աշխարհ, որը նաև փորձում է ապահովել ձեզ համար այդ անվտանգությունը բուրժուազիայի պետության փորձում է այդ մենաշնորհը ինչ որտեղ վերցնել։ Եվ այո, եթե մենք նայենք տեսնենք դա ինչպես է զարգանում, դա զարգանում է ի տարբերություն Ռուսաստանի, նաև Ուկրաինայի եւ այլ հանրապետությունների, դու արդեն ունես ինչ որ անձինք ստեղ, որոնք որ դե խորհրդային միության են բաններ, չէ, պատպոլնեի կապիտալիստ, այսինքն ինքը կուտակել է գումար, ինքը ծախսելու տեղը չգիտի, ոնց ծախսի այդ գումարները, հա։ Ինքը ծախսում է այն ինչ որ հնարավոր է, բայց սա Բենդերի ողբերգություն։ Հա, ինքը ինվեստիցիայի հնարավորություն չունի։ Եթե ունի սահմանափակ է այդ ամենը եւ այլն, շարժի բան չկա, բայց այդ որ տեղի ունենում դա կարեւոր է, որովհետեւ գալիս են, եթե գալիս են 80-ական թվեր, այդ պերեստրոյկան երբ որ սկսվեց, այդտեղ Ռուսաստանում, Ուկրաինայում, նույն Ղազախստանում սկսեց զարգանալ այդ կոոպերատիվ այդ շարժումը, եւ այդտեղ իրանց մոտ նոր սկսվեց ձևավորվել այդ հարաբերությունները, հա, ուժայինները մի կողմից, քրեական աշխարհը մյուս կողմից, որովհետեւ իրանք պետքա տան քեզ անվտանգությունը, ոնց որ նորմանները տալիս էին ֆրանկերին կամ Լաքի Լուչյանն տալիս էր իր դասարանցիներին։ Շատ կարևոր է հասկանալ, որ մեզ մոտ տարբերությունը կա Ռուսաստանի հետ, հա։ Իրանց մոտ դեռ նոր է ձևավորվում ինչ որ այդ բաները, բայց իրանք մոտավորապես 10 տարի տևեց, միջև իրանք եկան հասան արդեն Պուտինի օրոք։ 90-ականների մասին եք խոսում փաստորեն։
90-ականների։ Հա, արդեն 80-ականներից 90-ականներ, որտեղ արդեն սեփականաշնորհում ա տեղի ունենում, հա, ով է մասնակցում սեփականաշնորհող հնարավորություններ ունի, նրանք ովքեր որ ունեն կապիտալը, դա պետքա լինեին Հայաստանում եւ այլ որտեղ ցեղավիկներ կային, իրանք ունեին այդ կապիտալը, կամ պետքա լիներ կուսակցական նոմենկլատուրան, որը նաեւ կաշառքների բաների միջով կուտակել էր ինչ որ կապիտալ, կամ պետքա լիներ քրեական աշխարհը։ Այդ երեքն էին, որ օգտվեցին սեփականաշնորհով։ Կապիտալի վերաբաշխումից, վաուչերիզացիա, վաուչերային սեփականաշնորհումը եւ այլն։ Եվ Ռուսաստանը գնաց շատ դանդաղ, բայց գնաց դեպի ուրեմն պետական կապիտալիզմ, հա, այսինքն սկսած Պուտինի ուրեմն վարչապետ դառնալուց եւ միգուցե մի քիչ ավելի շուտ, բայց այդտեղ էր որ արդեն parzer ուր է գնում, հա, այդ ամենը։ Ուժայինները եկան առաջի պլան։ Այո, որովհետեւ ուժայինները ջոգեցին, որ եթե պետության ամենակարևոր ֆունկցիան նրանում է որ ապահովել մենաշնորհ լինել բռնության, ապա մենք դա կարող ենք անել, հա։ Ես հիշում եմ 96 թվին Մոսկվայում, երբ որ Ելցինի թիկնապահ Կարժակովի ստեղծած այդ ընկերությունը, դեռ չոփ չէին անվանվում, բայց դա ունեցավ շատ լուրջ կոնֆլիկտ Գուսինսկիի մոստի հետ, հա, եւ բերեցին չնայած նա վարձել էր փաստորեն նախկին ուժայինների աշխատողներին, հա, բայց իրանք դրանց բերեցին, փռեցին ոչ թե ասֆալտի վրա, այլ ձայն վրա, 2 ժամ պահեցին տենց, Գուսինսկին զանգում է իր ուրեմն ծանոթ KGB-ի գնդապետին Սավաստյանովին եւ ասում ասեն, չգիտեմ ովքեր են, բայց եկել են սենց ուրեմն բանա, նայեզդ, հա, արշավանքա, վրայերթ, հա, տեղ ունենում, սա ուղղակի KGB-ից ուղարկում է իր թիմը, հետո բարձրում է որ 2 KGB-ի ուրեմն խումբ իրար դեմ դիմաց են դուրս եկել առանց զոհերի անցավ այդ բանը, բայց դա ինչով է հետարքիր։ Հետարքիրա որ պետությունը այդ պահին փորձում է ոնց որ այդ մենաշնորհը դառնալ, հա, բայց ունի ներսում ունի խաղացողներ, որոնք որ չեն ընդունում այդ ամենը։ Հիմա գալով Հայաստան, եթե մենք նայենք, ոնց որ մենք ավելի արագ անցանք այդ ճանապարհը, բայց ես մասնագետ չեմ էլ տեսել լուրջ ինչ որ հետազոտություններ, հա, այդ հարցով։ Բայց ինձ թվում է, որ մենք ավելի արագ անցանք այդ ճանապարհը։ Մեզ մոտ այդպիսի բայց ինչ տեղի ունեցավ։ Աշխարհը տենց դերակատարում չի ունեցել։ Մեր մոտ ես հիշում եմ օրինակ Դիլիջանում գնում էինք մեքենայով հորս հետ, մեկ էլ անտառից 2 հատ անթրաշ sense ցենքերով թռան մեր դեմ, sense ֆիդայիններ, բենզին ունենք, բենզին տվեք։ Եղավ մի մոմենտ դա եւ հետո շատ արագ պետությունը դա վերցրեց իր ձեռքը։ Բայց պետությունը վերցնելով իր ձեռքը, նաեւ այդ գծերը, որոնք որ բիզնեսի բուրժուազիայի եւ պետության մեջ էին, այդ գծերը ոնց որ լրիվ խառնվեցին։ Նրանք սերտաճեցին։ Իսկ եվրոպական ճանապարհը, եթե մենք վերադառնանք նույնիսկ 19-րդ դար, ամենակարևոր հարցերից մեկը ոնց առանձնացնել, հա, դու պետությունը մի կողմից, իսկ բիզնեսը, բուրժուազիան եւ շահերի բախումը մյուս կողմից, որովհետեւ եթե դու թույլ ես տալիս, որ բուրժուազիան դառնա պետության մաս, ինքը ամեն ինչ անելու է իր շահերից բաներով, հա, չի լինելու հանրային շահ պահպանել։ Դա շատ դժվար է լինելու։ Բայց մեզ մոտ այդ երկուսը ոնց որ սկզբից է վետ այդ գծերը խզվեցին եւ միջև հիմա մենք ունենք այդպիսի խնդիրներ, դու չես ճոգում падգամավոր է թե բիզնեսով է զբաղվում։ Դե գերագույն խորհուրդը, առաջի գերագույն խորհուրդը կարող ենք ասել ավելի գաղափարական էր, իսկ դրանից հետո արդեն բիզնեսը սերտաճեց Հայաստանում։ Իհարկե առաջի գերագույն խորհրդի ժամանակ էլ ՀՀՇ-ի ժամանակ էլ կար Վանո Սիրադեղյան եւ Հովանավորչությունը եւ այլն, այդտեղից սկսվեց։ Իսկ ինչու այդ մենք հավաքվել ենք այդ ինչու հարցին պատասխանել, որովհետև այդ բագաժով, որը մենք քննարկեցինք խորհրդային միությունում զբաղված էին հայերը շատ լավ էին ապրում, զուտ, այստեղ խանութները պայթում էին ուտելիքից, Մերձ, Վոլգայի, նույնիսկ Մոսկվայի խանութները կիսադատարկ էին, գալիս էին Հայաստանից, այստեղից կրում էին, տանում էին ուտելիք, ես դա լավ հիշում եմ, եւ գաստրոնոմը եւ այլն, Հայաստանը որպես սահմանամերձ հանրապետություն, մենք ցավոք միշտ լեմիտրով ենք եղել սահմանային հանրապետություն, մեզ
կենտրոնը մեզ լավ էր նայում։ Մետրո ունեցանք, օպերային թատրոն, ազգային ակադեմիա, արդյունաբերություն, ֆանտաստիկ արդյունաբերություն, որը հետո թալանեցին, կերան, տարան դրա մասին վստահ եմ խոսիկ եւ ստեղ է շատ հետաքրքիր, դուք օրգանական բուրժուազիան եք օգտագործում, շատ կարեւոր տերմ է, այսինքն բնական ճանապարհ անցած, բնական էվոլյուցիա անցած, խնդրեմ նաեւ այստեղ էլ համեմատական արեք հոլանդացի երրորդ սերնդի գործարանատերը եւ հայ գործարանատերը, որը վաուչերների միջոցով տիրացել է գործարանի, որը չեմ 50-60 տարի սովետական գումարներով նույնիսկ արևմտյան Եվրոպայից, Անգլիայից, նույն Մարս գործարանը նվիրյալ հայերը կարողացել են բերել, այստեղ դնել եւ հետո ինչ գիշատչական վերաբերմունք եւ ինչու։ Խնդրեմ։ Դե մենք պետք է ստեղ նայենք, մի փոքր խոսեցինք, երբ որ արժեքների մասին խոսում ենք, որ կա այդ պահը, այդ ակնթարթային բավարարումը, հարստացման բավարարումը։ Դա մեկ, դա շատ կարևոր է, որ մենք տեսնենք, այսինքն դու ոչ թե պատրաստ ես համբերատար մի քանի սերունդ ստեղծել ինչ որ մի գործ կամ ինչ որ մի բան կամ նույնիսկ երկու սերունդ, դու ուզում ես հենց հիմա հարստանալ հենց հիմա, ինչքան հնարավոր է։ Ինձ միջև վերջ պարզ չի, թե ինչու Հայաստանը գնաց նույն ճանապարհով, որը ընտրեց Ռուսաստանը, հա, իրանց պրիվատիզացիան, նույն Ջեֆրի Սաքսը, որը այն ժամանակ խորհրդատու էր, իրանք լրիվ այլ խնդիր ունեին լուծելու։ Իրանք ունեին խնդիր, որտեղ ունեին այսպես կոչված կարմիր դիրեկտորատ, այսինքն կոմկուսի անդամներ, որոնք որ մեծ գործարաններ, խոշոր գործարանների դերն եւ վտանգը նրանում էր, որ իրանք կարող են համախմբվեն եւ ստեղծեն այդ Վանդեյան, հա, նոր ապստամբությունը բանի դեմ եւ կոմկուսը վերադառնա իշխանության։ Այլ որ դա տեղի չունենա, արագ ձևը պրիվատիզացիայի սեփականաշնորհման վաուչերներն էր։ Հայաստանում չկար ոչ կոմկուսի վտանգ կար, բայց գնացին նույն ճանապարհով եւ ես հիշում եմ, ես այդ ժամանակ Հայաստանում ընդհանրապես չէր լինում, բայց երբ որ խոսում էի ինչ-որ բարեկամների, իրանք ասում էին, այդ վաուչերը չգիտենք նույնիսկ ինչ անենք, $20, $30, $40։ Ես էլ ունեի, ես օրինակ նվիրեցի։ $40 տալիս էին առանց հասկանալու, թե ինչ է այդ տեղի ունենալու։ Իսկ տեղի էր ունենում, որ այն խաղացողները, որոնց մասին մենք խոսեցինք, նրանք կարողացան տիրանալ այդ գործարանների եւ իրանք պետք էր արագ հարստանալ։ Անգլերեն այդ կոչվում է liquid asset, հա, liquid asset։ Այսինքն ես ինչ կարամ անեմ, իրանք որ արդարանալու համար ասում են դե ես գործարանը միևնույնն չէր աշխատելու, հումքը գալու էր այս մի նախկին խորհրդային հանրապետությունից, մասերը գալու են մի 5-6 տեղից, ոչ մի բան չենք ստանում, գործարանը միևնույնն կանգնած է եւ հաստոցները ինչ կարողացան բանի գնով, ամենայժան գներով, բաներով ծախեցին, որտեղ կարողացան։ Ես դա անձնական իմ փորձով եմ տեսել, իմ հոր անձնական ողբերգությունն է դա եղել, որովհետև ինքն էլ գլխավոր տնօրենն էր շատ խոշորագույն անդրկովկասյան կոմբինատներից մեկի, եւ ես հիշում եմ ինչպես էր ինքը ասենց մաս հավաքել այդ ամբողջ այդ արդյունավետությունը եւ կար խումբ, փոքր խումբ էր դա իհարկե, հայկական տնօրենների, որոնք ասում էին, որ այո, կան արտադրություններ, որոնք այլևս մրցունակ չեն, եկեք դրանք գույքագրենք, հասկանանք դրանց հետ ինչ ենք անում, բայց կար արդյունաբերության մի հզոր ստվար զանգված, որը կարելի էր պահպանել, դա ազգային արժեք էր, ազգային բարիք էր, եւ դա կարելի էր զարգացնել եւ դա կարող էր աշխատել հայկական պետության համար եւ բարիք արտադրելու համար, բայց ցավոք սրտի եւ կուզեի ձեր կարծիքը թե ինչու դա տեղի ունեցավ, մյուս մասը, ավելի մեծ մասը հայ նոր հանկարծ աղաների, այսպես անվանենք նրանց, կարողացան կլանել, կարողացան հաղթել այս համակարգային մտածողություն ունեցող մարդկանց եւ տարան ձեր ասած ուրեմն պրիվատիզացիայի եւ մասնատման, կործանման ճանապարհով, հաստոցները ջարդոնի տեղ վաճառելու ճանապարհով, ինչու հիմա մենք փորձում ենք այդ ինչուն հասկանալ եւ փաստորեն հասկանում ենք, որ դա գալիս էր նրանից, որ այդ մարդիկ, ովքեր որոշում կայացնողներ էին, ունեին մի նպատակ, instant gratification ասած, այսինքն այդ ակնթարթային հարստացում, իսկ ինչու ակնթարթային հարստացում, այսինքն այստեղ
ուրեմն հոլանդացի երրորդ սերնդի գործարանատերը եւ վաուչերիզացիայի միջոցով գործարանատեր դարձած հայը։ Այս սրանց տարբերությունը։ Դա մենք պետք է նայենք նույն արժեքներին, հա, ինչ արժեքները ազդում են վարքագծի վրա, մարդը ինչ է ընտրում, ոնց է ընտրում, ինչ ընտրություն է անում կյանքում, են որ պետք է ավելի համբերատար լիներ միանշանակ, այն որ պետությունը նաև գտնվում էր կամ պատերազմական կամ հետ պատերազմական վիճակում եւ այդ գումարը հայթայթելու համար, տարբեր այլ ծախսերի համար, հա, պետական ծախսերի համար, արագ այդ գումարը ստանալու համար, միգուցե եւ դա էլ էր գործում։ Ես չեմ կարող, ասում եմ, այդպիսի վերլուծության պահանջարկ կա, մենք չենք կարող այդ անել, բայց ես մի ուրիշ բան եմ հասկանում, որ 91 թվին երբ ձևավորվել էր այսպես կոչված Վաշինգտոնյան կոնսենսուսը, ոչ մեկ հարցի տակ էլ չէր դնում, հա, ոնց որ բոլորը համաձայնվել էին, որ կա մի այսենց մի ճանապարհ, որ եթե դու ուզում ես նմանվել եվրոպական պետություններին, ապա դու պետք է անես A-ն, B-ն ու C-ն, այսինքն ստեղծես ինստիտուտներ, որոնք որ կառավարելու են ազատ շուկան, դրա հիման վրա ձևավորվելու է միջին խավը եւ միջին խավը բերելու է նրան, որ ժողովրդավարությունը եւ լիբերալ ժողովրդավարությունը հաղթելու եւ սա լինելու մեր վերջնական նպատակը ազգային պետությունը կայացած է լինելու։ Սա իհարկե թերի գաղափար էր եւ նույն վերադառնալով ծիլին, որը իմիջիալոց այդ հարցը տալիս է միշտ ինչու դե նույնիսկ գիրք ունի, այդպես էլ կոչվում է կարճ, ինչու, որովհետև ոնց որ բոլորը այդ ճանապարհով են գնում, մենք էլ ենք այդ ճանապարհով գնում, սա է ճանապարհը։ Իհարկե կային բացառություններ, ոնց որ Բելարուսներ, բայց բացառությունները շատ քիչ էին այն ժամանակ, բոլորը գնում ենք այդ ճանապարհով եւ փաստորեն այդ ճանապարհով հիմա պարզ է, չէ, որ մենք չենք կարող անել են ինչ որ արեցին եվրոպացիք, որովհետև մենք չունենք այդպիսի արժեքներ։ Մենք չունենք այդ օրգանիկ բուրժուազիան ձևակերպված, ինքը լրիվ այլ ձև էր մտածում այդ ժամանակ։ Շատերին թվում էր, որ տվեք մեզ ազատ շուկա եւ եթե մենք խորհրդային միության ժամանակ կարողացել ենք այսպիսի կապիտալներ ձևակերպել, տեսեք մենք ինչ ենք անելու հիմա, բայց պայմանները լրիվ ուրիշ են, մրցակցությունը ուրիշ է։ Դու էլ չես ստանում ձրի հումք, որ արտադրես, հա, այդ գիծը դնես։ Այսինքն մտածելակերպը շատ կարևոր էր այդ ժամանակ եւ մտածելակերպը ձևավորվում էր տարբեր ազդեցությունների տակ, հիմնականում էլի արևմտյան եւ արևմտյան թեզը կար, միջև հիմա աշխատող է այդ թեզը։ Նույնիսկ կասեի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դեկոլոնիզացիայից հետո բոլոր երկրների համար տալիս էին նույն ստանդարտ բանը, ինչ պետք է անեք, որ ազգային պետություն ձևավորվի ձեզ մամ։ Բայց դա տեն չի աշխատում։ Հենց դրա համար ծիլին մեր ուշադրությունը հրավիրում այդ տարբեր ճանապարհներով ոնց են անցել։ Միտեղ ավելի շատ եղել է կապիտալի ազդեցությունը, միտեղ եղել է հարկադրելու այդ հնարավորությունները, միտեղ ամեն է եղել ոնց որ Անգլիայում, Ֆրանսիայում էր։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Եվ կարևոր է հասկանալ մենք ինչ ճանապարհով եկանք, հասանք, որտեղ որ մենք հասանք։ Եվ ինչու, երբ որ մենք ասում ենք հիմա արդյոք մենք ունենք ազգային պետություն այսօր։ Սիմվոլիկ բաներով կարաս ասես, որ ազգային պետություն է, բայց եթե դու նայում ես ամենակարևոր պահերին, նաև ինստիտուտներին, որոնց մասին այդքան խոսում է հիմա նոբելական ստացած մեր հայրենակից Աջեմոգլուն, հա, Ռոբինսոնի հետ, այ ստեղծեք այս ինստիտուտները եւ հասնեք այդ ձեր նպատակներին, հա, ոնց որ ոչ մեկ չի կարողանում հակադրվի, որովհետեւ շատ կարևոր միտք կա, եթե ունես այդ ինստիտուտները, բայց ստեղ խնդիր կա եւ իմ կարծիքով իրանք թերագնահատել են հենց այդ արժեքները եւ մշակույթը, վարքագծային մշակույթը առաջերտին։ Հետո երկրորդը աշխարհագրությունը, որտեղ է գտնվում պետությունը եւ ինչ հնարավորություններ ունի, եւ պատմությունը։ Միայն այդ ինստիտուտները վերարտադրելով դու չես կարող գալ ստեղծես ազգային պետություն։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ նայում ենք նույն եվրոպական պետությունների այդ կապիտալի ծագումը Պարզավոր մի քիչ այլ է, հա, գաղութների եւ բանը։ Չեմ ասում, որ կա նաեւ շատ կարեւոր արժեքային այդ տարբերությունը։ Մենք պետքա լինենք ստեղծագործ, մենք պետք է հասկանանք այլ երկրների անցած ճանապարհը, ինչը մենք կարող ենք վերցնել այդ ճանապարհը անցած։ Ինչը մենք պետքա համարյա նորից վերաստեղծենք, հա, որովհետեւ ես
ուզում եմ դեպի ավարտ հասցնել Մադինի ասած բառերով, որ եթե իտալացիք միայն նյութապաշտության մասին մտածեն, նյութի մասին, մենք երբեք չենք ունենալու Իտալիա։ Իրանց ծնունդը Risorgimento-ն հասավ իր նպատակներին։ 39 փոքր պետություններից ստեղծվեց Իտալիան, այսօրվա ազգային պետությունը։ Մեր միացումը այսօր փաստորեն մեծ հարցականի տակ է։ Նույնիսկ հարցականի տակ ձախողվեց։ Մեր երրորդ հանրապետությունը ձախողվեց։ Մենք պետք է այդ հարցին պատասխանենք, ինչու այդպես եղավ։ Եվ մենք չենք կարողանա այդ հարցին պատասխանել, եթե մենք ազնիվ միջև վերջ չնայենք բոլոր զարգացումներին, ոնց դա տեղի ունեցավ եւ ինչպես։ Եվ ազգային պետությունը նորից իտալացիներին ցիտելով Մասիմո Դիզագլիոին, որը որ վարչապետն էր, առաջի վարչապետներից էր Իտալիայի թագավորության հանրապետություն դարավ 46 թվին 1946 թվին։ Նա ինչ էր ասում էր մենք արդեն ստեղծել ենք Իտալիա, հիմա ժամանակն է ստեղծել իտալացիներ։ Ոչ թե որպես էթնիկ խումբ իտալացիներ կամ լեզվական խումբ, այլ քաղաքացիներ, որոնք որ ակտիվ մասնակցություն ունեն եւ հասկանում են ինչ է նշանակում ազգային պետությունը, ինչ է նշանակում հանրային շահը։ Սա դեր մեր արժևում է, մենք դեռ չենք հասել այդ նպատակին։ Կեղծ ասած, ինձ թվում է, որ երրորդ հանրապետությունը իր արժե երբեք այդ նպատակը չի էլ դրել քաղաքացիներ ստեղծելու եւ չի դրել հենց բոլոր այն հաղթանիշների պատճառով, որի մասին դուք Մեր ցավը նրանում է, որ շատ անգամ կարող ես լսես, ինչ որ ոնց որ ինչ որ անգլերեն կոչվում է buzzwords, հա, բոլորը խոսում են ինչ որ տենց բաներ։ Նույնիսկ կարանք փորձենք ոնց որ ինստիտուտը ստեղծված է։ Շենքը կա, կանոնադրությունը կա, բայց երբ որ նայում ես ինչպես է գործում այդ ինստիտուտը, դու հասկանում ես, որ մարդիկ, որոնք որ այդ ինստիտուտում գործում են, իրանք կրում են արժեքներ, որոնք որ հակադրված են այդ ինստիտուտին։ Եվ ստացվում է, որ Աճեմօղլուի թեզը այդքան էլ ճիշտ չի, որովհետև եթե մարդիկ պիտի կայացնեն այդ ինստիտուտները, ովքեր կրում են անձնական գոյատևման ակնթարթային հարստացման արժեքը, չեն կարող ինստիտուտ ստեղծել բարձրապես։ Մենք չենք կարող copy paste անենք այդ ինստիտուտները։ Մենք պետքա ստեղծենք պայմաններ, որտեղ այդ կարևոր արժեքները առաջի հերթին պետք է դաստիարակվեն, կերտվեն, ստեղծվեն, որ հետո նոր այդ ինստիտուտները սկսեն աշխատել այն ձև, ինչպես պատկերացնում է Աջեմը։ Այո, այսինքն մեր այս 2 ժամյա զրույցը ուղղված էր նրան, որպեսզի ցույց տանք, որ դու չես կարող ամբողջ կյանքդ շախմատ պարապել, հետո գնաս լողի չեմպիոնատ հաղթես։ Ու կարաս գնաս շախմատի չեմպիոնատ հաղթես, եթե շատ պարզացնենք։ Այսինքն մենք հայերս անցել ենք պատմական մեր ուրույն ճանապարհը, մեր արժեհամակարգի վրա այդ մեր անցած ճանապարհը ունի անդառնալի թողած հետքեր, որոնք շատ հաճախ լավը չեն, դրանք սպիեր են ուղղակի, վերքեր են, սպիեր են եւ մենք ուղղակի պետք է մտածենք եւ նաեւ հրավիրում ենք մեր մտածող հանրությանը մտածել թե ինչպես եւ որ արժեքները փոխելով ստանանք այն նյութը, որի վրա կարող ենք կերտել մեր ազգային պետ։ Մի շատ կարևոր միտք էլ կասեմ, երբ որ մենք խոսում ենք ազգային պետության մասին, այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ մենք 91 թվից 3 տարբեր օրակարգ ունենք։ Օրակարգ 1 ազգային պետություն։ Օրակարգ 2 դա ստեղծել շուկայական բոլոր ինստիտուտները, որ շուկան աշխատի։ Երրորդը դա ժողովրդավարությունն է։ Եվ այդ 3 ուղիների վրա էլ ձախողվել ենք փաստորեն, իսկ մեր հարևան թշնամին, որը համ կարողացավ դեռ ռեսուրսների բանով համ կապիտալը կուտակեց, որը պատերազմի համար պատրաստվելու համար օգտագործեց, համ ուներ բռնապետություն սուլտանստական դա տերմինա դա բան չի, հա, իմ ուսուցիչ Խուան Լինցի տերմինը սուլտանիստական ռեժիմ է Ադրբեջանը, բայց հակադրելու համար դա չտեսնված գործերից։ Եվ մենք փաստորեն գնալով այդ 3 ուղղություններով չկարողացանք կենտրոնանալ եւ հասնել մեր նպատակին, իսկ իրանք ոնց որ հակադրված բոլոր բաներին
արեցին այն ինչի մասին խոսում էր Ծիլին քննարկելով միջնադարյան այդ ճանապարհը տարբեր պետությունների, ազգային պետությունների։ Փաստորեն իրանք մոտեցան ավելի մոտ ազգային պետության ստեղծմանը, քան թե մենք, իսկ եթե վերադառնանք բանին, եթե մենք խոսում ենք ինչ որ փողոցում մեկի հետ խոսես, մենք խոսում ենք իբրև մենք պետությունը, ազգային պետությունը ունեցել ենք Տիգրան Մեծից, եթե ոչ ավելի շուտ, հա, եթե ոչ Ուրարտուից, բայց դրանք չեն կերել ազգային պետություններ։ Սա շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, որ ազգային պետությունը դա լրիվ ուրիշ հայեցակարգ է, եվրոպական, եւ եվրոպական այդ հայեցակարգը համարյա ամբողջ աշխարհով, բացի Չինաստանից եւ միգուցե մի քանի այլ երկրներից, տարածվել է։ Եվ այստեղ խնդիրը նա է, որ եթե մենք չունենանք ազգային պետություն, մենք որպես հայ ինքնություն, որպես հայ ազգային ինքնություն, մենք չենք կարող գոյատևել եւ չենք կարող զարգանալ։ Եվ սրանում ազգային պետության կարևորությունը։ Ես շնորհակալ եմ ձեզ այս բովանդակալից եւ մանրամասն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք քննարկեցինք շատ բարդ, բայց կարևոր թեմա, դա ազգային պետությունն էր, ինչու մենք ձախողեցինք ազգային պետությունը եւ ինչ պետք է անենք, որպեսզի վերջո հաջողենք։ Հաջորդ ոդքասթը նվիրված է լինելու իրական եւ անիրական հանրապետությունների գաղափարների տարբերությանը, քննարկելու ենք մասնավորապես Նիկոլո Մաքիավելիի գաղափարները եւ հակադրելու ենք դրանք ուրեմն ներկայումս առաջ քաշվող իրական Հայաստանի թեզի հետ։ Լավ եղեք։